Վայոց ձորի լեռնային գոտիներում տեղի ունեցած հերթական ապօրինի որսի դեպքը կրկին բարձրաձայնում է բնապահպանական հանցագործությունների խորքային խնդիրների մասին, ցույց տալով ոչ միայն առանձին անձանց անօրինական վարքագիծը, այլև համակարգային բացերը վերահսկողության կանխարգելման և հանրային գիտակցության մակարդակում։ Վայոց ձորի մարզի բնակիչն իր երկու ընկերների հետ 2025 թվականի հոկտեմբերի վերջին ուղևորվել էր Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի հարակից Զաֆարի ձոր տարածք, հայտարարելով, թե նպատակ ունեն որսալ քարակաքավ, սակայն այս ճակերտավոր որսը վերածվել է Հայաստանի կենսաբազմազանության համար լուրջ հարվածի։ Ապօրինի ձեռք բերված ակոսափող հրազենով քաղաքացին սպանել է Բեզուարյան այծ, որը ներառված է Կարմիր գրքում և գտնվում է պետական հատուկ պահպանության տակ։ Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության երկնաձորի բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հայտնաբերել են Վայոց ձորի մարզի Երկնաձոր համայնքի 50-ամյա բնակչի ՎԱԶ-2121 մակնիշի տրանսպորտային միջոցը։ Այս գործողությունը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական վնաս է հասցրել պետությանը, գնահատված շուրջ 3 միլիոն դրամի։ Սակայն առավել մտահոգիչն այն է, թե ինչպես է հանցագործությունը շարունակվել արդեն որսից հետո։ Քաղաքացու երկու ընկերները ոչ միայն մասնակցել են կենդանու մասնատմանն ու տեղափոխմանը, այլև փաստացի դարձել են հանցագործության օժանդակողներ։ Ավելին, փորձել են խուսափել իրավապահներից ապացույցների ոչնչացման միջոցով։ Ոստիկանության բաժնի ծառայողներին նկատելուն պես ենթադրյալ հանցանք կատարած անձինք մասնավորապես Երկնաձոր քաղաքի 36-ամյա և 35-ամյա բնակիչները փորձել են փակցնել հանցանքի հետքերը և հանցանշանները, մասնավորապես տրանսպորտային միջոցի սրահից դուրս են նետել տրանսպորտային միջոցում պահվող Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Բեզուարյան այծի արդեն իսկ մասնացված մարմինը և տրանսպորտային միջոցում պահվող ապօրինի հրազենները, թվով 2 զենք է դուրս բերվել տրանսպորտային միջոցից, առաջինը եղել է ողորկափող, երկրորդը եղել է ակոսափող։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Թեև սա իրավական առումով կարևոր հանգամանք է, այն չի չեզոքացնում բնությանը հասցված անդառնալի վնասը։ Բեզուարյան այծը էկոհամակարգում ունի իր կարևոր դերը և նման յուրաքանչյուր դեպք խաթարում է բնության հավասարակշռությունը։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով և 474-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացված լայնածավալ ապացուցողական և վարորդային գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Երկնաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքով սահմանված կարգով չունենալով ակոսափող հրազենք կրելու, պահելու, տեղափոխելու թույլատվություն, իր մոտ ապօրինի պահելով Սայգա ակոսափող հրազենը իր կողմից վարածված 2121 մակնիշի տրանսպորտային միջոցով կրակելու եղանակով որսացել է թվով 1 հատ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որսը ամբողջովին արգելված Բեզուարյան այծ։ Հարուցված մեղադրանքները ընդգրկում են ինչպես ապօրինի որսը, այնպես էլ ապօրինի զենքի շրջանառությունը և հանցագործությանը աջակցելը, ինչը վկայում է, որ գործը դիտարկվում է բազմաշերտ իրավական գնահատականով։ Երկնաձոր քաղաքի 50-ամյա բնակչի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ամբողջությամբ բավարարվել է 50-ամյա մեղադրյալը մինչև այս պահ գտնվում է վարչական հսկողության ներքո, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու
նպատակով նշեմ, որ զենքի պահպանության կանոնները խախտելու եւ դրա հետևանքով ծանր հետևանք առաջանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին մասով, որի նախաքննությունը դեռևս ընթանում է։ Երբ վտանգված տեսակների ոչնչացումը դիտվում է որպես ճակերտավոր որսի հաջողություն, խնդիրը արդեն դուրս է գալիս անհատական պատասխանատվության շրջանակներից եւ դառնում է մշակութային եւ կրթական մարտահրավեր։ Բնապահպանական հանցագործությունները պարզապես օրենքի խախտումներ չեն, դրանք հարված են երկրի բնական ժառանգությանը, ապագա սերունդների իրավունքներին եւ էկոլոգիական կայունությանը։ Եվ որքանով էլ իրավական համակարգը արձագանքի նման դեպքերին, առանց հանրային գիտակցության բարձրացման նման պատմությունները կարող են կրկնվել։